Բարև ձեզ սիրելի հետևորդներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը եւ ինչպես միշտ ավանդաբար ես հենց հաղորդման սկզբից միջբուն նյութին անցնել հորդորում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել Anti-Fake YouTube անալիքին եւ իմ YouTube անալիքներին աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ YouTube անալիքին եւ մոգական YouTube անալիքիս Astromag եւ Թալիսմաններ նաեւ բաժանորդագրվեք Facebook-յան իջից բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսելու, վերլուծելու ենք վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի աստղային քարտեզը եւ կփորձենք հասկանալ ինչ առնչություն ունի այս անձնավորությունը Հայաստանի Հանրապետության հետ, ինչպիսի դերակատարություն է ունեցել 18 թվականի Թավշյա ոչ բռնի հեղափոխության մեջ եւ այլ վերլուծություններ նրա եւ Հայաստանի Հանրապետության ապագայի մասին ինչ է սպասվում։ Բաց աղբյուրներից սիրելի բարեկամներ մենք գիտենք որ Աննա Հակոբյանը ծնվել է փետրվարի 2-ին, փետրվարի 1-ին կներեք 1978 թվականին։ Դե ցավալիորեն իհարկե ժամը հայտնի չէ, բայց այնուամենայնիվ գոնե կվերլուծենք մուրակային դիրքերը այդ օրվա համար։ Շատ հետաքրքիր եւ բարդ աստղային քարտեզ է, նախ եւ առաջ նրա քարտեզում Արեգակը եւ Վեներան միացած են ջրհոսում։ Արեգակը գտնվում է 12 աստիճան ջրհոսում, Վեներան 14 աստիճան։ Դե իհարկե սա նշանակում է, որ այս անձնավորությունը միշտ այսպես ժպտադեմ, ժպտալով կարող է մարդկանց այսպես մարդկանց վրա դրական տպավորություն թողնել եւ ժպտալով անգամ վտանգավոր քայլեր կատարել, ժպտալով ինչ որ ավետել ունակ Արցախի հանձնումը, ժպտալով, չգիտեմ, ինչ որ ազդարարել, որ հանուն ոչինչի է այդ զոհերը բոլոր պատերազմներում այսպես եւ կարծես թե շատ դա պարզ հանգիստ ընդունվում է, որտեվ արևը Վեներայի հետ, սիրո եւ գեղեցկության մուրակի հետ տալիս է այդ հմայքը, այդ շարմը, հատկապես կանացի հորոսկոպում, կնոջ հորոսկոպում, դա նշանակում է, որ նա սիրված է, ընդունված է մարդկանց կողմից։ Նաև շատ ազատասեր է, այսինքն որևից է կերպ, որևից է ձևով չի կարող ենթարկվել ինչ որ կարգ ու կանոնի, ինչ որ չգիտեմ հագուստի մեջ, որևից է կաշկանդվածություն չունի, շատ կարճ տոպիկներով, չգիտեմ, լայն շալվարներ է հագնում, այդ բոլորը իհարկե ջրհոսին բնորոշ գծեր են, որ ջրհոսը սիրում է ազատ ոճ, ջրհոսը չի սիրում ինչ որ չգիտեմ կանոնակարգ, բարձրակրունկ կոշիկներ, անգամ եթե նա գնում է ինչ որ բարձրաստիճան անձանց հետ հանդիպումների, նա սպորտային կոշիկներով է, բոթասներով է հանդես գալիս եւ սա իհարկե հենց դա բնորոշ է հենց այդ արևը Վեներայի հետ ջրհոսում։ Մյուս կողմից նրա լուսինը եւ Ուրանը գտնվում են կարիճ կենթանակերպում, այսինքն շատ անկանխատեսելի է այս անձնավորությունը, որպես կին նույնպես շատ անկանխատեսելի է, որվից է կերպ հնարավոր չի նրա քայլերը հաշվարկել, որտեվ Ուրանը անսպասելի փոփոխությունների մոլորակ է, լուսնի է դա պես ասած ոչ մի կանոնակարգի, ոչ մի չգիտեմ ինչ որ կարգապահության չի ենթարկվում, միայն ինքը իրա եւ իրա ցանկությունները, իրա ձգտումները։ Միաժամանակ այստեղ շատ այսպես իբրև 2026 թվականի նախընտրական արշավ կազմակերպված այսպես կոչված կրթվել է նորաձև է այդ չեմ ծրագիր ասեմ, թե ուղղություն ասեմ, որը Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը իրագործում են։ Եվ այստեղ շատ իհարկե ճիշտ է ընտրված հենց այդ ստրատեգիան, այդ մարտավարությունը շատ ճիշտ է ընտրված, որովհետև գիտեք որ Նիկոլ Փաշինյանը երկվորյակ է, Աննա Հակոբյանը ջրհոս, այսինքն օդային նշաններում բավականին այսպես մուրակներ են կուտակված, Աննա Հակոբյանի մոտ նաև Յուպիտեր մոլորակն է, երկվորյակներում եւ մինչալոց մոտակա ամիսներին հենց Յուպիտեր, այսինքն հենց մայիսին, մոտակա օրերին հենց տեղի կունենա Յուպիտերի վերադարձ, այսինքն այդ նույն կետում կհայտնվի ինչ որ ծննդյան, բայց դա իհարկե շատ լավ է,
շատ բարենպաստ է իրեն համար եւ երկորյակները կրթության նշան, ինֆորմացիայի շրջանառության նշան է, տարբեր տեղեկատվության նշան է երկորյակները, այստեղ իհարկե այդ ստրատեգիան, որ իրենց խորհուրդ են տվել, կրթվել է նորաձև է, սա շատ լավ տեղավորվում է իրենց հենց հորոսկոպների նկարագրության մեջ, որ հատկապես այդ երկորյակներում մուրակների արկայություն եւ ջրհոսում։ Այնպես որ դա իհարկե պատահական չէ, կարծում եմ շատ լուրջ աստղաբաններ եւ մոգեր են աշխատում այս զույգի համար եւ աշխատել են, այսինքն այդ ամբողջ ընթացքում նրանց նախապատրաստության մինչեւ Թավշյա հեղափոխությունը այդ բոլոր խորհուրդները, բոլոր անհրաժեշտ թե կերպարները, տարբեր կերպարներ են նրանք բոլորը մարմնավորել եւ հեղափոխությունից առաջ եւ հեղափոխության ժամանակ եւ հեղափոխությունից հետո այդ ամենը իհարկե նախապես վերլուծվել է ըստ իրենց աստղային քարտեզների եւ նոր եւ հիմա նույնպես է նրա այդ ոճը, ազատ ոճը, այդ ամենը իհարկե հենց նպատակ ունի ընդգծել ջրհոսի այդ արևը Վեներայի հետ, այդ դիրքը եւ Լուսինը Ուրանի հետ կարիճ կենթանակերպում հենց այդ երկու դիրքերը, այսինքն կանացի մուրակների կետերն են ընտրված եւ հենց այդ խառը, այսպես ասած, ոճը, որը որդեգրել է հագուստի մեջ, Աննա Հակոբյանը հենց դրա հետ է կապված, պայմանավորված այդ մուրակների դիրքերով։ Միաժամանակ այստեղ իհարկե շատ վտանգներ ասեմ գաղտնիքներ գիտի այս անձնավորությունը բազմաթիվ Լուսինը կարիճում եւ Մարսը գտնվում է խեցգետնում եւ հետընթաց, այսինքն նա շատ այսպես քինախնդիր է, մուռ պահող է Մարսը նախեցգետնում, երբեք չի մոռանում իրեն հասցրած որցե վիրավորանք, որվիցե եւ նամանավանդ հետընթաց, այսինքն այն պահին, երբ որ նա լուծի իր վրեժը, երբեք չես կարող հասկանալ երբ դա կանի եւ շատ իհարկե անսպասելի ձևով է գործում եւ դիմացը գտնվում է Մերկուրին, այն նույնպես խոսում է այն մասին, որ շատ անսպասելի ձևով կարող է գործել եւ անսպասելի քայլերի ընդունակ։ Եվ հիմա մի փոքր վերլուծենք Աննա Հակոբյանի աստղային քարտեզի կապը Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ։ Նու այստեղ շատ ամենահետաքրքրական պահը այստեղ մենք տեսնում ենք Պլուտոն մոլորակը, Հայաստանի Հանրապետության Պլուտոն մոլորակը, որը գտնվում է Կարիճ կենթանակերպի 18-րդ աստիճանում, Ջալոց ավերիչ աստիճանում, այստեղ միացած է Աննա Հակոբյանի Լուսնի եւ Ուրանի հետ, այսինքն սա նշանակում է, որ այդ ուժային կենտրոնները, որոնց ազդեցության տակ ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը, այսինքն նրանց թողտվությամբ դա տեղի է ունեցել, նրանք անմիջական կապ ունեն այս կնոջ հետ եւ նրանք իրեն հենց դաստիարակել են, աճեցրել են, հասցրել են այն մակարդակի, որը նա հիմա կա։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ նա շատ լավ տիրապետում է զանազան մոգական տեխնիկաներին, նաեւ հոգեբանական տեխնիկաներին, այսինքն մարդկանց վրա ներազդելու, որոշակի ենթագիտակցության վրա ներգործելու տեխնիկաներին շատ լավ գիտի եւ սովորել է այդ ամենը։ Պես այնպիսի տպավորություններ, այդպես է խաղում, որ նա այսպես անգրագետի մեկն է, այսպես շատ խորաթափանց չէ, հասարակ ինչ-որ գյուղացի կին է, բայց իրականում նա շատ լրջագույն գիտելիքներ ունի հենց այդ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման, այսինքն այդ ամեն ինչը իրեն սովորացրել են, բացատրել են, այսինքն նա անցել է այդ պատրաստությունը։ Հետաքրքրական է այստեղ նաև Սատուրնը Աննա Հակոբյանի 28 աստիճան առյուծում է գտնվում եւ դիմակայում է Հայաստանի Հանրապետության լուսնի, այսինքն այս կինը իր այսպես ծրագրերով, իր բերած, չգիտեմ, իշխանավորներով, որովհետև հիմա շատ պարզ է, որ շատ ուժային այսպես պաշտոններին նրա ցուցումով են նշանակումները կատարվել, այստեղ իհարկե դիմակայում է ժողովրդին այս ամենը եւ շատ անբարենպաստ է հայ ժողովրդի համար նրա ընդհանրապես իշխանավարություն ստեղծության նա ստվերային իշխանության մեջ է Հայաստանի Հանրապետության, այսինքն այդ գորշ կարդինալներից մեկն է, որը մեծ ազդեցություն ունի հենց կառավարման վրա։
Նու այստեղ նաև նրա Պլուտոնը Մարսի հետ է Հայաստանի Հանրապետության նույնպես շատ վտանգավոր դեր ունի, նաև բացասական դեր ունի զինված ուժերի հարցում, գիտեք, որ ստեղծվել էր այսպես կոչված Էրատո ջոկատը, որը նույնպես այդ հետընթաց Մարսի խորհուրդը հենց խեցգ գտնում, այսինքն անկում ապրող հայկական թագավորությունը, որի վերջին թագուհին Էրատոն էր, գիտեք, նա այսպես փորձել է դա մարմնավորել եւ դրանով իսկ ազդարարելով հայկական բանակի պարտությունը եւ ջախջախումը, այս սրա մասին է խոսքը։ Իհարկե պատահական չի այս կերպարի ընտրությունը իբրև Նիկոլ Փաշինյանիկին եւ հետագայում նրա նաեւ այսպես զինակից, հա։ Այդ տեսանկյունից շատ հստակ, այսպես ասած, աշխատանք է տարվել եւ շատ լուրջ աշխատանք է տարվել, այնպես որ պատահական մարդ չէ ամենևին եւ ինչ է սպասվում, մենք այժմ մի փոքր դիտարկենք Բադզի քարտեզը, ըստ Բադզի Աննա Հակոբյանը ծնվել է հրեղեն օծի տարում, ջերային ցուլի ամսում եւ փայտե ձիու օրը, եթե հիշում եք Հայաստանի երրորդ հանրապետությունը եւս ծնվել է հենց այդ փայտե ձիու օրը, որը շատ վատ է եւ շատ վտանգավոր է, որտեղ եթե կա երկու նույնից, դա նշանակում է մրցակցություն, երկու նույն կենդանակերպերը, երկու նույն ձիաձիները, նրանք իրար հետ բախվում են եւ մրցակցում են։ Առհասարակ երկու ձիերի առկայությունը ինքնապատիժ է համարվում Բադզի մեջ, որը շատ վնասակար եւ վտանգավոր է։ Նու այստեղ հետաքրական է, որ 2018 թվականից Աննա Հակոբյանը գտնվում է հուղային ձիու հաջողության մեջ եւ 10 տարի շարունակ 2018-ից մինչեւ 28 թվերը նա հենց գտնվելու է այդ հաջողության մեջ, իսկ հողը նրա հարստությունն է, անուղակի հարստության էլեմենտ է, եթե հիշում եք իմջալոց նաեւ Իլհամ Ալիևի մոտ նույնպես այս ժամանակահատվածը 2016-ից մինչեւ 2026 թվականները անուղակի հարստության ազդեցության տակ է, այսինքն նույնպես այստեղ հարստություն ձեռք բերելու, չգիտեմ, հարստություն ստեղծելու, հարստությունը կրկնապատկելու, այդ հաճախակի հանդիպում է նաև գործարարների հետ, որ վճարովի ընթրիքներ եւ այլն, եւ այս ամենը իհարկե հենց հարստություն դիզելու լավագույն տարբերակն է ըստ էության, որը շարունակվելու է մինչև 2028 թվական, այսինքն այդ ամբողջ գործընթացը ըստ էության մինչև 2028 թվականն է տեղի ունենալու։ Սակայն պետք է ասել, որ 2028 թվականից հետո գալիս է արդեն հողային այծի հաջողության շրջանը եւ այդ հենց այդ տասնամյակից 2028-ից 58 թվերը արդեն շատ բարդ ժամանակներ են սկսվելու, որովհետեւ այծը բախվում է նրա կարիերայի դղյակի հետ, այսինքն փոփոխություններ կարիերամ եւ նաեւ ամուսնության դղյակի հետ, որը հենց ձին է, այծի հետ նույնպես միանում, այսինքն մինչև 28 թիվը ես տեսնում եմ նրա ազդեցությունը, նրա իշխանությունը այս մեր Հայաստանի երրորդ հանրապետության վրա, որից հետո իհարկե արդեն նվազելու է եւ վերանալու է այդ ազդեցությունը։ Ու ամեն դեպքում իշխանության էլեմենտը փորձենք դիտարկել, տեսնել արդյոք իշխանություն, ռեալ իշխանություն, շատերը այդպիսի կանխատեսումներ են անում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է փոխարինվի Աննա Հակոբյանով, դե բնականաբար պետք է մարդ ունենա իշխանության, հա, հզոր էլեմենտ, որպեսզի կարողանա իշխել, բայց պետք է ասեմ, որ այդպես իշխանության էլեմենտ, այդպես չենք տեսնում, չի երևում իրեն մոտ այդպես բացահայտ, այսինքն նա այդպես մնալու է ստվերում, մնալու է այդ գորշ կարդինալի կարգավիճակում, բայց այնուամենայնիվ նույնպես մեծագույն ազդեցությունը թողնում է, բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի Հանրապետության վրա։ Ուժեղ փայտը շատ սկզբունքային է, փայտյան է նրա անհատական էլեմենտը, շատ սկզբունքային է, շատ այսպես իր ասացի, իր գիծը տանող, անկոտրում այդպիսին փայտը։
եւ իհարկե փայտը համարվում է զորահրամանատար չինական մետաֆիզիկայում, այսինքն դա նշանակում է, որ նա է իրական ղեկավարը, նա է իրական այսպես առաջ տանողը եւ հետաքրիր որ Նիկոլ Փաշինյանին պես ամուսնության դղյակում այնտեղ մենք ունենք ուրեմն հողային վագր եւ հողը հենց հանդիսանում է Աննա Հակոբյանի անուղակի հարստությունը, այսինքն այդ անձնավորությունը, այդ մարդը նրա հարստությունն է ըստ էության, շատ հետաքրիր է, որը որ ըստ էության այդպես էլ տեղի է ունենում, այսինքն միջոց է եւ ձևը դիզելու այդ մեծագույն հարստությունը։ Ու այսքանը, իհարկե կարող եք սիրելի բարեկամներ նաև ձեր հարցերը ուղղել ոչ միայն աստղաբանության վերաբերյալ, այլ նաև այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ կարող ենք վերլուծել նաև տարբեր էզոտերիկ թեմաներ, անպայման մեկնաբանություններում գրեք ինչ թեմաներ են ձեզ հետաքրում եւ ես անպայման մոտակա հաղորդումների շրջանակներում կանդրադառնամ այդ թեմաներին, կվերլուծեմ եւ կպատասխանեմ ձեր հարցերին։ Ահա այսքան է սիրելիներս, տեսություն կհանդիպենք շուտով։